12 տարի է աշխատող քաղաքացին իր ամսական եկամտի մի մասը վստահում է կൂտակային կենսաթոշակային համակարգին, բայց հարցերը դեռ շատ են։ Հարկատում չգիտի ուր են գնում գումարները, երբ եւ ինչպես են ստանալու դրանք։ Կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրենը նշում է, ինչ էլ լինի, գումարը, որը փոխանցվում է կենսաթոշակային հաշվին, իր սեփականությունն է։ Անձեռնամխելիությունը պաշտպանված է օրենքով։ Համակարգը այնպես է ստեղծված, որ մեր անձնական միջոցները, կուտակումները հանդիսանում են մեր սեփականությունը։ Այս պահի դրությամբ, այնպես ինչպես օրինակ բանկային ավանդն է անձի անվամբ եւ հանդիսանում է սեփականություն, նույնը կուտակված միջոցները իդեմս փայերի տեղաբաշխված են մեր անձնական հաշիվներում եւ ունենք սեփականության իրավունք։ Չնայած հաշիվները անձնական են, գումարները կուտակվում են նաև աշխատավարձից, բայց դրանց կառավարիչը միջազգային ճանաչում ունեցող ներդրումային ֆոնդերի կառավարիչներն են։ Կուտակված միջոցների հաշվին դեպոզիտարիան թողարկում է կենսաթոշակային ֆոնդի փայեր, որոնք հաշվառվում են մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին։ Իրենց հերթին ֆոնդերի կառավարիչները ներդրումներ են կատարում տարատեսակ ֆինանսական գործիքներում։ Ամեն դեպքում դեպոզիտարիայի գլխավոր տնօրենը վստահեցնում է, նույնիսկ ֆորսմաժորային իրավիճակում կուտակված գումարը մնում է անձեռնմխելի։ Մեկը Amundiagba Asset Management-ն է, մյուսը C Quadrat Ampega Asset Management Հայաստանն է։ Մեկը ֆրանսիական ընկերություն է, մյուսը ավստրիական եւ գերմանական ընկերությունների դուստր է։ Այսպեսով եթե նայում ենք, եւ կարևոր դեր ունի այստեղ նաեւ կենտրոնական դեպոզիտարիան, որովհետեւ մասնակիցների հաշիվները վարվում, ստեղծվում են հենց կենտրոնական դեպոզիտարիայում, այսինքն բոլորիս անվամբ, ովքեր որ կուտակել են միջոցներ, հաշիվները վարվում են դեպոզիտարիայում եւ մեր միջոցների դիմաց թողարկված փայերը պահպանվում են այդ հաշիվներում։ Այս ամենը վերահսկում է կենտրոնական բանկը, դեպոզիտարիան էլ իր հերթին, որպես պահարու գործարքներ իրականացնելիս եւս վերահսկում է ֆոնդերի կառավարիչներին։ Կուտակված գումարները պետությունը չի կարող ազգայնացնել, օգտագործել պետության կամ հասարակական կարիքների համար։ Աշխատավարձից պահումներ են կատարվում առավելագույնը 87500 դրամի չափով։ Եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա բոլոր գործատուների հանրագումարային կուտակային հատկացման չափը այդքանի չի գերազանցում եւ պետությունը որոշակի չափով գումար հատկացնում 25000 դրամի չափով։ Այսինքն մասնակցի կենսաթոշակային հաշվին առավելագույնը կուտակային հատկացում, որ մուտք է լինում 112500 դրամի չափով է լինում։ Այն մասը, որը որ կգերազանցի, այսինքն անձի կուտակային ընդհանուր աշխատավարձը կգերազանցի 1.125.000 դրամը, այդ դեպքում ավել պահված գումարը անձը հնարավորություն ունի դիմելու հարկային մարմնին եւ հարկայինի միջոցով որպես գերավճար ստանա։ Անձը իր կենսաթոշակային հաշվի միջոցները կարող է ստանալ եւ կենսաթոշակային տարիքում, որը Հայաստանում 63 տարեկանն է, եւ որոշ դեպքերում ավելի շուտ, մինչեւ կենսաթոշակային տարիքը։ Ժամկետից շուտ քաղաքացին կարող է ստանալ գումարը, եթե ունի հաշմանդամության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ ծայրահեղ ծանր առողջական խնդիր։ Կենսաթոշակային տարիքում գումարը հասանելի է 3 եղանակով։ Հաշվարկ է կատարվում, հիմքը հիմնական կենսաթոշակն է, վերահսկվում ձեր կուտակային հատկացումները ամսական վճարների եւ կախված ամսական վճարի, որ ինչ չափը կլինի, դրանից կախված 3 եղանակ կա։ Ծրագրային վճարը, որը հավասարաչափ բաշխվում է ամիսների վրա եւ մասնակցին նշվում է ինչ եղանակով ամեն ամիս կարող է գումարը ստանալ, միանվագ վճարի տեսքով եւ անուիտետի դեպքում արդեն անձը կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերության հետ կնքում է անուիտետի պայմանագիր եւ ապահովագրական ընկերությունը վերջինիս վճարում է կուտակային հատկացումները։ Ամբողջ գումարը ապահովագրական ընկերությունը վճարում է եւ արդեն Էլի ըստ ամիսների։ Այո, փոխանցվում է ապահովագրական ընկերությանը եւ այնուհետեւ ապահովագրական ընկերությունը պարտավորվում է վճարել մասնակցին իր կուտակային հատկացումները։ Ցավոք Հայաստանում նման գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերություն դեռ չկա։ Եթե անհատը որոշ ժամանակ չաշխատի, պետությունը չի համաֆինանսավորի։ Մնում է երրորդ տարբերակը։ Ֆոնդի կառավարիչը ներդրումների հաշվին ապահովում է եկամուտ, մասնակցի կենսաթոշակային հաշիվը համալրվում է այդ ճանապարհով։ Կենսաթոշակային ֆոնդի փայերը եւս ժառանգվում են։ Անձի ժառանգները կարող են առանց որևէ սահմանափակման ստանալ միջոցները։ Դա հնարավոր է 3 եղանակով։ Կարող են միջոցները ստանալ ամբողջությամբ, փոխանցելով իրենց բանկային հաշվեհամարին կամ կենսաթոշակային հաշվին, կամ էլ մասամբ բանկային հաշվեհամարին, մնացած մասը կենսաթոշակայինին։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։